մենք հայակվեն այս նախաձեռնությունը սկսել ենք դեռևս սեպտեմբեր ամսին, խոսել ենք նրանից, որ մեր երկրում կենսաթոշակները անթույլատրելի ցածր են, անհիմն չհիմնավորված ցածր են, որ բյուջետային ռեսուրսները ծախսվում են բազմաթիվ քաղաքական չհիմնավորված նպատակների վրա, փոխանակ օգտագործվեն մեր բազմահազար քաղաքացիների բարեկեցությունը լավացնելու համար։ Դրանի պատասխան գործող կառավարության ներկայացուցիչները, վարչապետը, սոցիալական ապահովության նախարարը մեր շատ բնական պահանջները անվանել են պոպուլիզմ, անվանել են հիբրիդային պատերազմ իրանց վարչախմբի դեմ, որը ընդհանրապես շատ ծաղրալի է, հայտարարել են բազմիցս, որ կենսաթոշակները բարձրացնելու իմաստ գոյություն չունի, որ կենսաթոշակառուները այդ գումարը չեն կարող ծախսել բոլոր դեպքերում, որ սա այս ամենը պոպուլիզմ է եւ անիմաստ է եւ այլն, եւ փառք Աստծո այդ անհեթեթ կուրսը, որ իրանք որդեգրել էին, վերջապես 3 եկավ իր տրամաբանական ապարտին, երբ որ իրանք ընդունեցին այն ինչ որ բոլորիս համար ակնհայտ էր, որ մեր երկրում կենսաթոշակառուները բացարձակ իրավազուրկ, ստորացված վիճակում էին ապրում եւ նրանց խնդիրները պետք է սկսել լուծել։ Դրանով հանդերձ մենք համարում ենք, որ այս քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ պռատ է։ Հիշեցնեմ, որ մենք պահանջում ենք, որ կենսաթոշակները պետք է բարձրանան առնվազն 50%-ով եւ նույնիսկ 50% բարձրացումը բավարար չէր, որովհետեւ նույնիսկ 50% բարձրանալու դեպքում օրինակ նվազագույն կենսաթոշակը չէր հավասարվելու նվազագույն սպառողական զամբյուղին։ Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը 80,000 դրամ է հիմա, այն էլ պաշտոնական տվյալներով, նվազագույն կենսաթոշակը 36,000 դրամ է, նույնիսկ 50% բարձրանալու դեպքում 54,000-ը շարունակում է պակաս մնալ 80,000-ից, հա։ Ուստի մենք ունենք նաև երկրորդ պահանջը, որ 50% բարձրացնելուց հետո շարունակաբար ամեն տարի տեղի ունենային ինդեքսացիաներ կենսաթոշակների, մինչև նվազագույն կենսաթոշակը հավասարվեր նվազագույն սպառողական զամբյուղին եւ դրանից հետո երբեք չիջներ։ Ամեն տարի հաշվի առնելով գնաճը, հաշվի առնելով սպառողական զամբյուղի թանկացումը, տեղի ունենար կենսաթոշակների ինդեքսավորում եւ բարձրացում։ Ուստի մենք համարում ենք, որ այս քայլը ընդամենը մի կիսատ նախընտրական ժեստ է, կարելի է ասել ինչ-որ իմաստով ընտրակաշառքի տրամաբանությամբ արվող եւ բնավ չի սպառում այն օրակարգը, որով մենք դուրս ենք եկել պայքարի։ Տեղեկացնեմ ձեզ, որ դեկտեմբեր ամսից սկսած մենք ստորագրավակ ենք իրականացնում, որպեսզի մեր հանրության պահանջը ներկայացնենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին, արդեն մի քանի տասնյակ հազար ստորագրություններ հավաքվել այդ պահանջի տակ, որն է առնվազն 50%-ով բարձրացնել կենսաթոշակները եւ հետո շարունակել դրանց ինդեքսավորումը։ Ուստի մենք արձանագրում ենք սա որպես առաջին փոքր հաղթանակ, բայց մեր պայքարը շարունակում ենք, մինչև մեր պահանջները ամբողջովին բավարարված կլինեն։ Նաեւ ուզում ենք արձանագրել, որ այս իշխանության դեմ հետևողական պայքարը իր արդյունքները տալիս է դժվարությամբ, ոչ միանգամից, երկարատև պայքարի արդյունքում, բայց տեղի ունեցածը ցույց է տալիս, որ օգտվելով այն հնարավորություններից, որը տալիս է մեր սահմանադրությունը, մեր օրենքները, մենք կարող ենք պայքարել եւ արդյունքի հասնել։ Այդ իմաստով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում մեզ աջակցել են, մասնապես մեր համակարգացիներին, որոնք մասնակցել են ստորագրավակին, իրանց ստորագրություններով ծանրացրել են մեր ուղերձի կշիռը եւ ըստ էության այդ բեռը դրել են այս իշխանության վրա, որպեսզի նա սկսի արձագանքել։ Սկսել են արձագանքել, շատ լավ է, բայց սրանով չենք սահմանափակվելու։ Շնորհակալություն։ Երեք էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ արդեն 5-6 հոգի կան, որոնք վերագրում են իրենց այսպես կոչված հաղթանակը, բայց դա ընդհանրապես իշխանության կատարածն է եւ ոչ թե ձեր, այդ թվում ըստ էության նկատի ունենալով ձեզ, պարոն Ջան։ Ես ուզում եմ ասել հետեւյալը։ Մենք սեպտեմբեր ամսից առաջի անգամ այս խնդիրը բարձրացրել ենք։ Դրանից հետո հետևողականորեն սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակաշրջանում պարբերաբար ասուլիսներով, ելույթներով, հարցազրույցներով այս խնդիրը բացել ենք, իր տարբեր էլեմենտները բացահայտել ենք։ Դեկտեմբերին, երբ որ արդեն բյուջետային քննարկումները ավարտվեցին եւ մենք հասկացանք, որ այս իշխանությունը անհաղորդ է խնդրին, անհաղորդ է, ընդհակառակը ցինիկ պատասխաններ է տալիս, հայտարարում է, որ սա պոպուլիզմ է, որ կենսաթոշակառուները եթե փողը ստանան ծախսելու հնարավորություն միևնույնն չունեն, որ դա ոչ մի խնդիր չի լուծում, մենք դրանից հետո սկսեցինք ստորագրավակը, դա մեկ, եւ երկրորդը դուք կարող եք տեսնել, իհարկե Երևանի քաղաքային իշխանությունները արգելեցին, բայց Գյումրիում ամենուրեք փակցված էր մեր պաստառները,
այն պահանջով, որի մասին ես նոր ասացի, այսինքն 50% ավելացում եւ դրանից հետո ինդեքսավորում։ Այդ պաստառները մինչեւ հիմա էլ կան եւ դա ցույց է տալի, որ խնդիրը նրանում չի, թե սա ում հաղթանակն է, սա մեր քաղաքացիների հաղթանակն է եւ սա այս վարչախմբի պարտությունն է, որովհետեւ նա մինչեւ վերջի շունչը փորձում էր դիմադրել նրան, ինչը բացարձակ բնական է, բարոյական է, օրինական է եւ ըստ էության արտացոլում է մեր հանրության շատ բնական պահանջը։ Ուստի սա մեր քաղաքացիների հաղթանակն է։ Իսկ ինչ փոխվեց։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը ասում էր, հա, որ արդեն իսկ այս հետ վճարային այդ համակարգը քեշբեք, այսպես ասած, բարձրացումը եւ ամեն կերպ արդարացում են, որ չի կարող այսպես թոշակը բարձրանա։ Ինչ փոխվեց մեկ գիշերում։ Իշխանությունը հաճախ ապրում է իր պատրանքների դաշտում եւ փորձում է իր գլխում ծնված ըստ էության աղճատված սխեմաները պարտադրել հասարակությանը։ Փորձեց դա էլ պարտադրել, որ օրինակ ենթադրենք հետվճարները դա կենսաթոշակների բարձրացում է։ Այն դեպքում, երբ որ կենսաթոշակառուների ծախսերի զգալի մասը ոչ մի հետվճար չի ենթադրում։ Ուստի եթե դա նույնիսկ բարձրացում է, ապա չնչին 1000 դրամ կամ 2000 դրամ։ Մարդիկ համոզվեցին դրանով եւ այսպես ասած այդ սուտը, այդ կեղծ սխեման, որով փորձում են մարդկանց կերակրել, պարզապես իրան սպառեց եւ այս իշխանությունը ընտրություններից տարածորեն 3 ամիս առաջ հասկացավ, որ կենսաթոշակառուների հսկայական բազմությունը գալու է եւ իրանց դեմ է քվեարկելու։ Այն ինչ իրանց համար սարսափ է, որտեղ իրանք համարում էին, որ կենսաթոշակառուները միևնույնն է կգան տարբեր նկատառումների ձեռնելով կքվեարկեն այս վարչախմբի օգտին։ Չենք քվեարկի, հիմա էլ նույնիսկ այս ամեն ինչ հետո չենք քվեարկի, որովհետեւ մարդիկ տեսնում են, այս կեղծիքը, այս խաբեությունը տեսնում են, որ իրանց փորձում են ընդամենը ընտրակաշարք առաջարկել։ Չեն վերցնելու ընտրակաշարքը, վերցնելու են այն ինչ որ իրանց օրինական հասանելիքն է եւ դեմ են քվեարկելու։ Ձեզ կողոպտված չեք զգում, որ նրանք փաստորեն ձեր ծրագիրը վերցրին եւ հիմա ծառայեցնում են իրենց նախընտրական քարոզարշավին։ Բացարձակ։ Ես կարծում եմ, որ տեսեք, մենք ընդհանրապես մեզ կողոպտված ենք զգում, որ մեր ծնողները, որոնք 40 եւ ավել տարիներ աշխատել են մեր երկրի բարեկեցության համար, այդ բարեկեցությունից այսօր մասնաբաժին չունեն։ Այդ դրանով ես կողոպտված եմ զգում, որովհետեւ ես ու իմ նման շատ միջին տարիքի մարդիկ ստիպված ենք մեր ծնողների նյութական բոլոր կարիքները ինքնուրույն հոգալ։ Այդ դրանով ես ինձ կողոպտված եմ զգում։ Ես ինձ բավարարված կզգամ այն ժամանակ, երբ որ մեր բոլորի ծնողները կապրեն եւ երբ որ մենք էլ դառնանք այդ տարիքի, բնականաբար ապրեն բարեկեցիկ կյանքով, որպեսզի իրանց բարեկեցությունը ապահովված լինի իրանց վաստակով եւ իրանց պետության հոգացությամբ։ Այդ ժամանակ ես իրանց բավարարված կզգամ։ Լավ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։